Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրը մենք պարտավոր ենք ուղիղ եւ առանց դիվանագիտական շեղումների արձանագրել։ Եվրոպական միությունը չի կարող շարունակել փակ աչքերով հետևել հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին, թե Բաքվում, ինչու չէ նաև Հայաստանում։ Ադրբեջանի բռնապետական վարչակարգը արդեն տարիներ շարունակ պահում է հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց խախտելով բոլոր միջազգային նորմերը։ Խոշտանգումներ, ցուցադրական նվաստացումներ, ձգձգված կեղծ, անօրեն դատավարություններ, անհետացումներ մարդկանց։ Սա ոչ թե խնդիր է, այլ պետական մակարդակի հանցագործ քաղաքականություն, որի հանդեպ Եվրոպական միության լուռ համբերությունը կամ համբերատարությունը այլևս դարձել է անընդունելի։ Եվրոպական միության այդպես ճակերտավոր մտահոգությունը այլևս ոչինչ չի փոխում իրականության մեջ։ Պահանջում ենք իրական ճնշում, ոչ թե քաղաքական ինչ-որ ձևակերպումներ կամ ինչ-որ ձևերով հայտարարություններ։ Այսօր Հայաստանի իշխանությունները կոպտորեն եւ նպատակադրված կերպով շահագործում են դատաիրավական համակարգը, հետապնդելու, լրացնելու, կալանավորելու իրենց հակառակորդներին, իրենց մտքերին հակառակողներին։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ մեր մյուս բոլոր քաղաքապետարյալ ընկերների կալանավորումը դրա հերթական վառ ապացույցն է։ Ինքներից զուրկ, օրենքի տարին հակառակ եւ ամբողջությամբ տեղավորվող ներկայիս Հայաստանի իշխանության կամայական ու վրեժխնդիր վարքագծի մեջ։ Քաղաքական հետապնդումը այն կարմիր գիծն է, որի անցումը պարտավոր է անմիջապես արձագանք ստանալ ժողովրդավարական կառույցներից։ Եվրամիության լռությունը այստեղ այլևս դիտվում է ոչ թե չեզոքություն, այլ քաղաքական վավերացում իշխանության բռնաճնշումների նկատմամբ։ Եվրոպական միությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցները պարտավոր են չդառնալ Ադրբեջանի հանցագործության լեգիտիմացման մասնակից, անհապաղ գործի դնելով քաղաքական ու տնտեսական լծակներ, փաստել, հավաստիացնել, օգնել, որպեսզի հայ գերիները ազատության մեջ լինեն, դադարել աչք փակել Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական հետապնդումների վրա եւ հրապարակային մակարդակում արձանագրել դրանց փաստացի գոյությունը, պահանջել Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ քաղաքապետարյալների անհապաղ ազատում, որպես քաղաքական հետապնդման զոհերի, արժեքային երկակի չափանիշներից հրաժարում, եթե Եվրամիությունը պահանջում է ժողովրդավարություն տարածաշրջանից, ապա պարտավոր է նույն ժողովրդավարության չափանիշներով գնահատել եւ արձագանքել իշխանությունների կողմից իրականացվող խախտումներին։ Մարդու իրավունքների պաշտպանության օրը մենք չենք սպասում սիրալի ու անիմաստ հայտարարություններ։ Մենք պահանջում ենք քաղաքական կամք, պետությունների վրա ազդեցություն։ Եվրոպական միությունը կանգնած է ընտրության առաջ։ Լռել, լինել արժեքների պաշտպան, թե տարածաշրջանային բռնապետությունների լուռ հովանավոր։